Հայաստանյան տեղեկատվական տիրույթում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, ըստ որոնց երկրում ժողովրդավարություն չկա, ընտրությունները կեղծվում են, խոսքի ազատությունը սահմանափակված է, իսկ Հայաստանը գտնվում է աննախադեպ բռնապետության պայմաններում։ Թեև Հայաստանում ժողովրդավարության մակարդակը մեղմ ասած իդեալական չէ, նման հրապարակումներով հաճախ փորձ է արվում ներկայացնել իրականությունից շատ ավելի մռայլ պատկեր։ Ընդ որում, այդպիսի պնդումներ հաճախ տարածում են լրատվամիջոցներ եւ քաղաքական գործիչներ, որոնք ռուսամետ են կամ ֆինանսավորվում են Ռուսաստանից, մի երկրից, որտեղ ժողովրդավարության, խոսքի ազատության եւ ընտրությունների վիճակը անհամեմատ ավելի վատ է։ Երբ ժողովրդավարության խնդիրների մասին խոսում են արևմտյան ֆինանսավորմամբ գործող դերակատարները, նրանց մոտիվացիան հասկանալի է։ Արևմուտքը ժողովրդավարական արժեքներ է առաջ մղում եւ ցանկանում է, որ տարածաշրջանի երկրներն էլ շարժվեն այդ ուղղությամբ։ Բայց ո՞րն է Ռուսաստանի մոտիվացիան։ Ռուսաստանը չի ձգտում, որ Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատություններն ամրապնդվեն։ Պատճառը բավական պարզ է։ Հայաստանում շատերը հասկանում են, որ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրներում ժողովրդավարությունն ու ազատությունները սահմանափակված են։ Հետևաբար, Ռուսաստանը եւ ռուսամետ շրջանակները փորձում են ստեղծել տպավորություն, թե Հայաստանում ի սկզբանե էլ ժողովրդավարություն եւ ազատություններ չկան։ Այսինքն, եթե երկիրը մնա Ռուսաստանի ազդեցության գոտում, կորցնելու բան էլ չի լինի։ Իրականում Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող երկրներում ժողովրդավարությունն ու ազատությունները շատ ավելի սահմանափակ են, քան Հայաստանում։